Ինչի համար ենք ստանձնում այս պատասխանատվությունը։ Որովհետև մենք գտնում ենք, որ ազգային ժողովի սահմանադրության վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալ։ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ մի քանի հայտարարություններ կոնկրետ չափի, կիլոմետրի, քառակուսու տեսանկյունից ներկայացվել են ձեր իշխանության կողմից։ Ես հիշում եմ, որ ներկայացվում էր 29800 թիվը։ Շատ լավ եմ դա հիշում։ Կարծես նույնիսկ մոտ կես տարի այդ թիվը հստակ նշվում էր։ Հետո դարձավ 29743 այդ թիվը։ Իդեպ տրանսֆորմացիան, թե ոնց դառավ 29800-ից 29743, դա չեմ գտել։ Բայց անկեղծորեն ինձ մոտ այդ հարցը առաջանում է։ Ոնց ստացվեց։ Ես հասկանում եմ, որ նշված հարցի վերաբերյալ դուք որպես իշխանություն կրում եք դրա պատասխանատվությունը։ Դուք ինչ խնդիր ունեք Հայաստանի քարտեզի հետ, որ դա օգտագործում եք նախընտրական քարոզչության նպատակով։ Քարտեզը քարոզչական հնարք է։ Քարտեզը մեր պարծանքն է։ Բայց քարոզչական հնարք է, հա։ 2020 թվականի սեպտեմբերին ավելի ապահովագրեմ ձեզ, օգոստոսին, ավելի ապահովագրենք ձեզ, 2019 թվականի սեպտեմբերին, ինչ քարտեզ էր այստեղ լինելու, կասեք, մեծ էր լինելու, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք 2019 թվականի սեպտեմբերին եղել եք Նիկոլ Փաշինյանի հակառակորդը գաղափարական, սխալվում եմ, Բա իրան ասել եք, որ հանգարց չասեր Արցախը Հայաստան է եւ վերջ, թե չեք նախատե այդ հարցում։ Կարող եք կրկին լսել իմ պատասխանը, դուք այնտեղ անմեղության կանխավարկածի խախտում կարող եք տեսնել Ադրբեջանի նկատմամբ։ 21 թվականին էլ եմ դա արել։ Նորից լսեք խոսքս, պատասխանես։ Կտեսնեք անմեղության կանխավարկած, եթե մեկի խախտել եմ, հստակ է, որ կողմում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից Արցախի հետ կապված այո հուզական ռեակցիա ունենում է, անկեղծ։ Ինչի այս դահլիճում կա մարդ, որ այդ մասով հուզական արձագանք չի ունեն։ Թող ասի ով։ Թող օրինակ հերթագրվի ելույթ ունենա դա ասի։ Հակված եմ կարծելու տենց ելույթ չի լինի։ Բայց քանի որ դուք խոսեցիք Արցախի մասին, իդեպ Արցախ բառը ոնց որ չեք ասում, ես չեմ կարծում այդտեղ որևէ միջազգային, որևէ ասեմ ավելին մեղադրանքի որոշման մեջ Սամվել Կարապետյանի, քանի որ տեղեկացված եք մեղադրանքից, այնտեղ Արցախի Հանրապետությունն է գրե քննիչը, անունն է կարամ ասեմ Սպարտակ Պողոսյան, որ 4 անգամ կալանքի միջնորդություն ա տարել, որ Սամվել Կարապետյանը անպայման լինի Երևան կենտրոն ԿԿՀ-ում։ Ասեմ ձեզ գրում էր Արցախի Հանրապետություն։ Հենց որ օգտագործեք այդ բառը։ Պատկերացնում եք քննիչը ու դատախազը Գարեգին B կարգավիճակն է օգտագործում, ոչ թե ավազանյանը։ Անձնագրի մեջ գրված է Գարեգին B։ Հասկանում եք, այսինքն նույնիսկ քննիչը դատախազը չեն կարողացել դա անել, չեն կարողացել։ Կարող է չեն կարողացել, որովհետև հավատքը թույլ չի տվել։ Բայց փաստը այն է, որ նույնիսկ քննիչը ու դատախազը դա չեն արել։ Ձեր իշխանության ժամանակվա քննիչ դատախազ։ Շուրջ 7 ամիս օրինակ Սամվել Կարապետյանի դեպքում հենց կալանքն է կիրառված եղել։ Շուրջ 8-9 ամիս սրբազան հայրերի նկատմամբ հենց մենակ կալանքն է կիրառված եղել։ Եթե կա Հայաստանում մի մասնագետ, որը կարող է ներկայացնել մեկ ողջամիտ փաստարկ, թե ինչի համար է տենց եղել, թե ինչի հենց ձեր ընդունած տնային կալանքը, վարչական հսկողությունը համակցված գրաբով չեն կիրառվել, ես կուզեմ լսել այդ պատասխանը։ Բայց ես կարող եմ ձեր առջև կանգնած, ձեր եւ սիրելի հայրենակիցների անեմ պնդում, որ այդ բոլոր կալանքները եղել են ապօրինի։ Արցախի Հանրապետություն, Սամվել Կարապետյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Սամվել Կարապետյան, դուք տեղյակ եք ինչ էր արել ինքը։ Դուք լուրջ պատկերացնում եք, դուք կարաք իր կողմից արածը 2-3 տուրբին գեներատոր վկայակոչելով փորձեք
ինչ որ կերպ նսեմացնել, եկեք սենց ասենք, Տիկին Վարդանյան կամ Միստերի Դալիճում ներկա որևէ այլ գործընկեր։ Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների 5%-ը ով արել է Արցախի համար, թող մի հատ իրար հետ գնանք տուրբին գեներատորներ քննարկենք։ Սկսած հիվանդանոցի կառուցումից, մինչև Արցախի հանրապետությանը ընդհանրապես կատարված բարեգործություններից։ Իդեպ Ստեփանակերտից որևէ անձի հաստատ ճանաչում եք Տիկին Վարդանյան, վստահ եմ դրանում, երևի ծանոթել, ընկերել, մտերիմ մարդել կունենաք։ Մի հատ հարցրեք ընդհանրապես Ստեփանակերտի հիվանդանոց, մի հատ ընդհանրապես հարցրեք Արցախ Սամվել Կարապետյան։